Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Գեղինյանն եմ, այսօր 2026 թվականի մայիսի 22-ն է, ուրեմն բոլոր կենդանասերներին ցանկանում եմ տեղեկացնել, որ ես Ստեփանավան քաղաքի գյուղերից մեկում ունեմ ինձ պատկանող 3000 մետր երկարությամբ հողատարածք եւ այդ հողատարածքը ցանկանում եմ բոլոր բարեխիղճ կենդանասերներին անվճար եւ անհատույց տրամադրել կենդանիների կացարան կառուցելու համար։ Նշեմ, որ ես ինքս եմ ցանկացել իմ այդ ինձ պատկանող հողատարածքում կենդանիների կացարան կառուցել, սակայն համայնքապետարանը ինձ թույլ չի տվել ինձ պատկանող հողատարածքում շինարարական աշխատանքներ կատարել եւ ցանկապատել տարածքը, քանի որ իմ հողի նպատակային նշանակությունը վարելահող է, իսկ վարելահողի վրա օրենքով չի թույլատրվում շինարարական աշխատանքներ կատարել եւ շինարարական աշխատանքներ կատարել կամ ցանկապատել տարածքը, հողամասի տարածքը ցանկապատել թույլատրվում է միայն այն դեպքում, եթե այդ հողամասը ունի տնամերձ կոչվող այդ նպատակային նշանակությունը։ Այսինքն իմ հողատարածքում շինարարական աշխատանքներ կատարելու կամ այդ հողատարածքը ցանկապատելու համար անհրաժեշտ է կադաստրում իմ հողատարածքի նպատակային եւ գործառնական նշանակությունը փոխել տնամերձ, որից հետո արդեն օրենքով կթույլատրվի այդ հողատարածքում կառուցել կենդանիների կացարան եւ ցանկապատել տարածքը։ Նաեւ ցանկանում եմ նշել, որ Էրիկ Գեղինյանս նախկինում երբեք կենդանիների հետ կապված դրամահավաքներ չեմ կազմակերպել եւ հետագայում նույնպես որևէ դրամահավաքներ չեմ կազմակերպելու, այնպես որ բոլոր կենդանասերներին հորդորում եմ ինձ պատկանող հողատարածքում, եթե ես որոշեմ ինչ-որ բարեխիղճ կենդանասերի տրամադրել, անհատույց տրամադրել այդ հողատարածքը, որպեսզի նա կառուցի կենդանիների կացարան, ապա իմ պայմանն է, որ ինձ պատկանող հողատարածքում որևէ կենդանասեր չպետք է դրամահավաքներ կազմակերպի, ես չեմ ցանկանում առնչություն ունենալ ինձ պատկանող հողատարածքում այլ անձանց կողմից կազմակերպվելիք դրամահավաքների հետ, քանի որ չեմ ցանկանում հետագայում իրավական դաշտում ներքաշվել ինչ-որ խնդիրների մեջ։ Նաև նշեմ, որ ես շների խնամքով եւ կերակրման գործընթացներով երբեք չեմ զբաղվելու, ես պատրաստ եմ ժամանակավոր օգտագործելու համար բարեխիղճ կենդանասերներին անհատույց եւ անվճար տրամադրել միայն ինձ պատկանող հողատարածքը։ Ինչպես արդեն նշեցի, ես երբեք դրամահավաքներ չեմ կազմակերպում եւ չեմ ցանկանում որևէ առնչություն ունենալ իմ հողամասի հետ կապված այլ անձանց կողմից կազմակերպվելիք դրամահավաքներին, այնպես որ եթե բարեխիղճ կենդանասերները որոշեն ինձ պատկանող հողատարածքում կենդանիների կացարան կառուցել, ապա իմ պայմանն է, որ ինձ պատկանող հողատարածքում կենդանիների կացարան կառուցելուց հետո կենդանիների խնամքի եւ կենդանիներին կերակրելու հետ կապված գործընթացները չպետք է կազմակերպվեն դրամահավաքների միջոցով։ Ես չեմ ցանկանում ինձ պատկանող հողատարածքում այլ անձանց կողմից կազմակերպված դրամահավաքների հետևանքով հետագայում ներքաշվել իրավական քաշքշուկների մեջ։ Այն բարեխիղճ կենդանասերները, ովքեր համաձայն են ինձ պատկանող հողատարածքում կենդանիների խնամքի եւ կերակրման գործընթացները չկազմակերպել դրամահավաքների միջոցով, ապա ես պատրաստակամություն եմ հայտնում ինձ պատկանող հողատարածքը ժամանակավորապես օգտագործելու համար անհատույց տրամադրել բոլոր բարեխիղճ կենդանասերներին, միայն ու միայն կենդանիների շահերից ելնելով։ Ի պատասխան որոշ անբարեխիղճ կենդանասերների կողմից իմ վերաբերյալ համացանցում տարածված չփաստարկված ապատեղեկատվության, Էրիկ Գեղինյանս հրապարակայնորեն պարզաբանում եմ, որ ես հասարակական կազմակերպություն չունեմ եւ եվրոպական երկրներից գրանտներ չեմ ստանում, ես անհատ քաղաքացի եմ եւ շների միջոցով փող չեմ աշխատում, սա ի գիտություն որոշ մարդկանց։ Հավելեմ նաև, որ ես կենդանիների իրավունքների պաշտպանության ոլորտում մատուցում եմ անվճար իրավաբանական խորհրդատվություն, այնպես որ եթե կան անձինք, ովքեր ունեն կենդանիների իրավունքների հետ կապված ունեն իրավաբանական խորհրդատվության կարիք, ապա այդ հարցով կարող են դիմել ինձ։ Նաև տեղեկացնեմ, որ ես ունեմ Էրիկ Գեղինյան վերնագրով YouTube-յան ալիք, YouTube-յան հարթակում ունեմ YouTube-յան ալիք, եւ այն կենդանասերները, ովքեր որ կցանկանան իմ YouTube-յան ալիքում ուղիղ եթերով հեռախոսազանգի միջոցով բարձրաձայնել կենդանիների իրավունքների հետ կապված ողջամիտ հարցեր, ապա ես պատրաստակամություն եմ հայտնում բոլոր կենդանասերներին տրամադրել հարթակ, որպեսզի դուք հնարավորություն ունենաք իմ YouTube-յան ալիքով ուղիղ եթերում բարձրաձայնել կենդանիների իրավունքների հետ կապված ողջամիտ հարցեր։ Նաև ցանկանում եմ հանրության իրազեկել, որ ես առաջիկայում իմ փաստաբան գործընկերուհու հետ միասին Վանաձոր կամ Ստեփանավան քաղաքում հիմնադրելու եմ փաստաբանական գրասենյակ եւ որից հետո կենդանիների իրավունքների պաշտպանությունը Վանաձոր եւ Ստեփանավան քաղաքներում կատարվելու է անվճար։
Հավելեմ նաև, որ Էրիկ Եղինյանս փաստաբան չեմ հանդիսանում, իրավաբան չեմ հանդիսանում, պարզապես Էրիկ Եղինյանս ուսումնասիրել եմ օրենքները, գիտեմ օրենքները եւ ցանկանում եմ իմ գիտելիքները ծառայեցնել իշահ կենդանիների։ Կենդանիների իրավունքների հետ կապված հարցեր ունենալու դեպքում դուք կարող եք ինձ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 077 27 07 38։ Ամփոփելով իմ ողջամիտ դիտարկումները, հավելեմ նաև, որ Էրիկ Եղինյանս իմ իրավաբանական գիտելիքներով շատ անշնորհակալ կենդանասերների եմ անշահախնդիր կերպով օգնության ձեռք մեկնել առանց որևէ նյութական ակնկալիքի, բայց որոշ մարդիկ այդպես էլ չգնահատեցին իմ նվիրվածությունը, որոշ անշնորհակալ կենդանասերներ ինձ հետ շփվում էին զուտ նրա համար, որպեսզի ես միշտ անվճար լուծեմ իրենց իրավաբանական խնդիրները, բայց երբ որ ես սրտակից ընկերոջ կարիք ունեի, այդ ճակերտավոր կենդանասերներից ոչ ոք նույնիսկ չհետաքրքրվեց իմ որպիսությամբ։ Ցավոք որոշ մարդիկ ամենտեղ միայն իրենց սեփական շահն են փնտրում, մարդկային պարզ ու մաքուր հարաբերությունները ետին պլան են մղվել, ամենուր գերիշխում է միայն փողը եւ նյութապաշտությունը։ Այսօր եթե դու պետք ես մարդուն, ապա մարդը հանուն իր շահի եւ հանուն իր ակնկալիքների կշփվի քեզ հետ, իսկ երբ որ տեսնում են, որ քեզնից այլևս շահ չունեն, դադարեցնում են քեզ հետ իրենց շփումը։ Ես այլևս չեմ ուզում որոշ շահամոլ եւ հաշվենկատ կենդանասերների կողմից օգտագործված լինել։ Ես իմ կյանքում շատ զրկանքներ եմ կրել եւ զրկանքներ կրելով վերաիմաստավորել եմ իմ կյանքը։ Ես վերանայել եմ անշնորհակալ մարդկանց հանդեպ ունեցած իմ հայացքներն ու համոզմունքները։ Այնպես որ մի եղեք անշնորհակալ եւ երախտամոռ, մի եղեք ապերախտ։ Գնահատեք մարդկանց կողմից ձեզ արված լավությունները։ Հավելեմ նաև, որ շատ անձինք են ինձ իրավական դաշտում մարտահրավեր նետել եւ շատ անձինք են ինձ հետ մտել իրավաբանական պայքարի մեջ, սակայն ի դժբախտություն որոշ մարդկանց ես իմ ողջախոհության եւ խորաթափանցության շնորհիվ միշտ հակադարձել եւ հակազդել եմ իմ դեմ ուղղված քողարկված եւ նենգամիտ քայլերին։ Այն անձինք, ովքեր իրավաբանական պայքարի մեջ են մտել ինձ հետ, դատարաններում ես իմ զորեղ փաստարկներով գրեթե միշտ ջախջախել եմ իմ դատավարական հակառակորդներին։ Ինչպես շախմատում, այնպես էլ կյանքում իմ բոլոր գործողությունները մանրակրկիտ հաշվարկված են։ Ես միշտ ի սկզբանե հաշվարկում եւ կանխորոշում եմ իմ քայլերի հնարավոր հետևանքները։ Ես հաշվարկում եմ թե իմ եւ թե իմ դիմացինի բոլոր հնարավոր քայլերը։ Շատ մարդիկ թերագնահատում են իմ մտավոր կարողություններն ու գիտելիքները, բայց ինձ թերագնահատելը շատ հաճախ լինում է իմ դատավարական հակառակորդների պարտության գրավականը։ Ես կողմնակից եմ խաղաղ բանակցությունների միջոցով քաղաքակիրթ եղանակով կարգավորել իմ դատավարական հակառակորդների հետ իմ հարաբերությունները, սակայն ես մշտապես հավատարիմ եմ իմ կողմից որդեգրած սկզբունքներին։ Այսքանն է ուզում կիսվել իմ կենդանասեր հետևորդների հետ իմ դիտարկումներով, ակնկալում եմ, որ